Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգերի ղողանջը ներս է հրավիրում մասնակցելու հայրենիքի համար զոհված զինվորների հիշատակին նվիրված Սուրբ եւ անմահ պատարագի, որին ներկա էր նաեւ երկրի ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էին նախարարներ, падգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ։ Պատարագը մատուցեց Տեր Թադե Թախմազյանը։ Մենք կարող ենք ասել ճանապարհ եւ ավելին ասել։ Մենք կարող ենք կերտել ճանապարհ։ Եվ այդ մենք կերտած ճանապարհով պետք է սերունդներ ասել։ Այո, ճանապարհ կերտելը շատ դժվար է։ Երբեմն ավելի հեշտ է ասել ուրիշի գծած ճանապարհով, բայց հա քո գծած ճանապարհը չէ, դա ուրիշի գծած ճանապարհն է։ Դա ուրիշի մտքերն են, ուրիշի հույզերն են, ուրիշի զգացմունքներն են, դա մերը չէ։ Եվ մենք ամենում ենք գծել մեր կյանքի ճանապարհը, գծել մեր հավատքի ճանապարհը, գծել մեր արդարության ճանապարհը, սիրելի քրիստոնյաներ, որը նաև գիտակցելով որ լի է դժվարություններով, լի է նեղություններով, բայց երբ ինչի ասում էր Տերը, ասում էր մի վախեցիր, այլ միայն հավատա։ Տեր Թադեի խոսքով 1800-ականների բազիլիկ հոգևոր կառույցը խորհրդային տարիներին վերածվել է պահեստի, ապա փորձել են թանգարան դարձնել։ 90-ականներին Սուրբ Աստվածածինը կրկին վերադարձվել է իր հոգևոր առաքելությանը։ Ապրում եմ փողոց նայեն կողմ, շուտ այս փողոցով եթե ներսել չմտնեմ, իսկ հաճախ նաև մտնում եմ, մոմ եմ վառում։ 3 երեխաները մկրտվել են այստեղ 90 թվականից հետո, երբ որ մաքրեցինք, սկսեց գործել, առաջի կնունքն արվել է իմ երեխաների։ Հոգի Վազգեն առաջինն է, Գեորգ է։ Ավելի վաղ պատարագին մասնակցելու վարչապետ Փաշինյանի հայտարարությունը շատերի համար է դարձել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում օրհնություն ստանալու հրավեր։ Առավոտյան պատարագի էին եկել հավատացյալներ Հայաստանի տարբեր վայրերից։ Եկել ենք մեր վարչապետին կողքը լինելու։ Պետական այրերին, ովքեր որ իրենք եւս այսօր եկան եւ կանգնեցին, միասին աղոթ բարձրացրեցինք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին, գոհություն հայտնեցինք մեր երկրի, մեր սահմանների համար, մեր խաղաղության համար եւ անշուշտ նաեւ աղոթ բարձրացրեցինք մեր նահատակ եղբայրների եւ հայրենիների հոգիների խաղաղության համար։ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Թադեն հոգևոր ծառայության է արդեն 10 տարի։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանի Ծառայքելական Սուրբ Եկեղեցու նորոգման այս օրակարգը ավելի տեսանելի է դարձնում մեր եկեղեցու երիտասարդ եւ նվիրյալ հոգեվորականների, ովքեր նաեւ շատ կարեւոր է, որ փորձության պահին ամուր կանգնած են իրար կողքի։ Նրանց տեսնելով ավելի եմ սիրում Հայաստանի Ծառայքելական մեր Սուրբ Եկեղեցին։ Եկեղեցուն հարող փողոցի վահանակներն են նաև հուշում։ Արագածոտնի մարզը ամենահարուստն է պատմամշակութային հուշարձաններով, եկեղեցիներով։ Մարզպետն արձանագրում է վերջին 3 կիրակի վարչապետի այցը Արագածոտը խթանել է ոչ միայն մարզի հոգևոր կյանքը, այլև մոտիվացրել ավելի լավ աշխատել ուժեղացնելու պետությունը։ Բնակիչներն ըստ Մովսիսյանի վարչապետի հետ այս հանդիպումները օգտագործում են նաև որոշ խնդիրների մասին բարձրաձայնելու համար։ Վարչապետի բազմաթիվ հանձնարարականներ կես իրականացված են, կես ընթացքի մեջ են ու ամբողջ մարզը դարձել է մեծ շինհրապարակ։ Եթե դուք նկատեցիք, հյուսիս-հարավը, որը որ անհիշելի ժամանակներից աշխատանքներն սկսված էր, ցավոք սրտի ոչ պատշաճ իրականացնելու պատճառով վերջացած չէր, բայց այսօր ուրախություն մեզ, այսօրվա մեր հյուրերը Երևանից որ եկել են, տեսել են ինչ հրաշալի ճանապարհ է։ Մարզում սուբվենցիոն ծրագրերով այս տարվա ներդրումները հասնում են 11 միլիարդ դրամի։ Արագածոտնում այս պահին կառուցվում է 41 դպրոց, նորոգվում վերականգնվում է ավելի քան 5 եկեղեցի։ Մայա Խաչատրյան, Ժիրայր Հավետյան, Մուշեղ Մանվելյան, Կիրակնորյալ լուրեր։